պսակը այն սիրո պտղաբեր խորհուրդն է, որ կնոջ և տղամարդու հարաբերության արդյունքում երկուսն էլ պատրաստակամություն են հայտնում Աստուծո առջև կանգնելու և խոստում տալու, որ իրենք իրենց կյանքի ընթացքում մինչև իրենց կյանքի վախճանը ցկյանս պետք է հավատարիմ լինեն իրարու, պետք է տեր և պաշտպան լինեն իրարու և պետք է միշտ իրար հետ լինեն։ Այդ սերը ժամանակի ընթացքում պետք է աճի, վերաճի և պտղաբերի, ոչ թե պետք է նվազի, ոչ թե պետք է ջլատվի, ոչ թե պետք է մեկ օր Աստված մի արասցե վերանա։ Ինչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի զույգը պսակի խորհրդի մեջ մտնի։ Մկրտված քրիստոնյա լինելը առաջին պայմանն է և կարևոր է, որ պսակադրվողները երկուսն էլ պատկանեն միևնույն հավատքին, միևնույն եկեղեցուն։ Սակայն հատկապես մեր սփյուռքյան պայմաններում մեր եկեղեցին երբեմն արտոնում է նաև քրիստոնեական քույր եկեղեցիների անդամների պսակադրությունը հայ եկեղեցու զավակի հետ։ Եթե անձը պատկանում է տարբեր հավատքի, ոչ քրիստոնեական պատկանելություն ունի, այդ պարագայում է, որ դժվարանում է եկեղեցին պսակադրություն կատարել։ Երկրորդ պայմանը մարմնական կանոնավորությունն է, այսինքն առողջությունն է և անշուշտ շատ կարևոր է, որ ամուսինները չափահաս լինեն, երրորդ պայմանն է, որ մանկամտական և երեխայական որոշումներ չկայացնեն, որպեսզի ֆիզիոլոգիական առումով ավելի հասուն և ավելի կատարյալ լինեն։ Հաջորդ պայմանը պսակադրության համար դա կանոնական ազգականության կապն է։ Մեր եկեղեցու հիմնական ավանդույթի առումով պետք է 7 պորտ, այսինքն 7 ծնունդ հեռավորություն ունենան։ Եղբայրը մյուս եղբորից 2 պորտով հեռու է, որտեղ 1 պորտ եղբորից մինչև հայր, 1 պորտ հորից մինչև մյուս եղբայր։ Ուրեմն այդպիսով 7-րդ պորտը արտոնելի է ամուսնության համար։ Գևորգ 5-րդ կաթողիկոսը, քանի որ եղեռնագործության այդ տարիներից հետո հայության քանակական մասը նվազել է, 1922 թվականին այդ պորտերի հարաբերությունը իջեցրել է և արտոնել է, որպեսզի թոռը ծոռան հետ ամուսնանա։ Սակայն մեր պայմաններում, որ մենք այդ խնդիրը չունենք, ցանկալի է արյունակցական հեռավորություն լինի նաև ֆիզիկական առողջության համար։ Հաջորդ պայմանը հիմնական պայմանն է պսակադրության, փոխադարձ սիրո ընկալումի հարաբերությունն է, և դա պետք է քննության ենթարկվի նաև հոգևորականի կողմից։ Խոստանում ես քո կյանքի բոլոր պարագաներում, մինչև մահնազանդ լինել այս ընտրյալիդ, որ ամուսինդ պիտի լինի և հավատարմությամբ սիրել նրան։ Այո, Տեր Հեր, խոստանում եմ։ Եվ հոգևորականը պարտադիր պետք է խորհուրդ տա և խրատ տա ամուսնացող զույգին, թե ինչպես ապրեն իրենց կյանքում, թե ինչու համար արհեստական վիժեցումը սխալ հարաբերության արդյունքում մարդասպանություն է։ Եթե մենք ինչ-որ պայմանների բերումով հասել ենք այն մակարդակի, որ կասկածում ենք այս զավակի առողջության վրա, որ պետք է ծնվի, մենք պարտավոր ենք այդ ապաշխարությունը մեր ուսերին առնելու և տանելու, և սիրով տանելու, որպեսզի Աստված այդ մեր սայթաքումը և մեղքը ների։ Հակառակ դեպքում մի մեղքի վրա մի ավելի մեծ մեղք վերցնելը ճիշտ չէ։
Ուրեմն այս ամեն խրատները պետք է փոխանցել զույգին, որովհետեւ զույգը իր հարաբերության մեջ ճիշտ մոտեցումներ ցուցաբերի, որովհետեւ զույգը իմանա, որ իր երեխայի ներկայության չի կարող բարձրաձայն խոսել, որովհետեւ զույգը իմանա, որ որևէ պարագայում, երբ տկարամիտ եւ ստորացած ամուսինը կարող է ձեռք բարձրացնել իր կնոջ վրա, անընդունելի է որևէ բացատրություն եւ որևէ պատճառաբանություն, դա ամենանվաստ վարմունքն է եւ արարքն է։ Եթե ամուսինների հարաբերության մեջ սեր կա, այդ անկեղծության մեջ չի կարող բռնություն լինել։ Մանավանդ նեղության եւ դժվարությունների մեջ միշտ լինեք իրար օգնական, տեր եւ պաշտպան ու հավատարիմ մնաք իրար մինչեւ ձեր կյանքի վախճանը։ Եվ այս հարցի առնչությամբ պետք է անդրադառնալ նաև մի շատ կարևոր խնդրին, որ մեր եկեղեցին կամ մեր հայերեն լեզուն, ոսկեղենիկ հայերենը, մի շատ հետաքրքիր բնութագրություն է տվել դավաճանությանը։ Շան նման լինել, ասում է, շնանալ։ Այսինքն, եթե ամուսիններից որևէ մեկը արտամուսնական կապի մեջ է մտնում, իր բանականությունը դադարում է գործել։ Անընդունելի է հավասարապես իրավունքով տղամարդու եւ կնոջ դավաճանությունը։ Որևէ տեսակ դավաճանությունը անընդունելի է հայոց ավանդական քրիստոնեական ընտանիքում։ Որովհետեւ այդ փոքրիկ դավաճանությունը, եթե երբեմն տղամարդը կարող է նորմալ երևույթ համարել, կամ կինը կարող է նորմալ երևույթ համարել, թող ինքը մտածի իր դիմացինի հանդեպ, ինքը կհանդուրժի, թող նա մտածի իր զավակի հանդեպ, կհանդուրժի, եթե կկարողանա հանդուրժել, այստեղ ես բազմակետեր կդնեմ, բայց վստահ եմ, որ իրեն հարգող, բարոյական արարած համարվող յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր անձ չի կարող նորմալ երևույթ համարել, եթե իր զուգընկերը իրեն դավաճանի։ Ուրեմն ամուսինների այդ սիրո փոխհարաբերությունը նվազել է, առողջ չէ, միտեղ հիվանդ է։ Պսակի խորհուրդը անկրկնելի խորհուրդ է, բայց իր բացառություններով, այսինքն մկրտության նման անկրկնելի չէ։ Եկեղեցին իր պատմության, փորձառության ընթացքում սահմանել է որոշակի արտոնություններ, որ թույլատրում եւ արտոնում է պսակի լուծում, այսինքն ամուսնալուծությունը։ Միջնադարում ամուսնալուծության եւ ապահարզան շնորհելու միակ իրավունքը պատկանում էր եկեղեցուն եւ եկեղեցու գլխավոր իշխանության, մասնավորաբար ամենայն հայոց կաթողիկոսին։ Այնպես որ հետագային այդ իշխանությունը փոխանցվեց նաեւ առաջնորդներին իրենց առաջնորդության տարածքում, որից հետո կամաց այդ քրիստոնեական արժեքների նվազեցման հետ նաև ինչ որտեղ նաև փոխանցվեց պետական համակարգին եւ դատական համակարգին։ Բայց հոգևոր ընկալումով քրիստոնեական հասկացողությամբ եւ պսակի խորհրդի լույսի ներքո դիտված ամուսնությունը կարելի է բաժանումի արտոնություն տալ, երբ փաստված եւ հայտնաբերված պոռնկության դեպք կա։ Այսինքն ոչ թե պարտադիր առումով պետք է ամուսնալուծել, այլ արտոնելի է այդ պարագայում ամուսնալուծությունը։ Երկրորդ պարագան, երբ հայտնաբերվում է, որ ամուսիններից մեկը վարակիչ հիվանդությամբ է տառապում։ Երրորդ արտոնությունը, երբ 7 կամ ավելի տարի առանց լուրի երկու կողմերից մեկը երկար ժամանակ մեկնել է, թողել է կնոջը եւ կինը կամ ամուսինը, տարբերություն չկա,
արտոնելի է երկրորդ անգամ ամուսնանալ եւ բաժանում ամուսնալուծված համարել։ Եվ անշուշտ արտոնելի է ամուսնությունը լուծել, երբ ամուսինը անկարող է լինում։ Դարձյալ գալիս ենք այդ ֆիզիկական, ուրեմն, երևույթին։ Մեր հասարակության մեջ կան զույգեր, ամուսիններ, որոնք որ ամուսնացել են պետական հաստատություններով եւ իրենք պետական առումով համարվում են ամուսիններ, բայց պսակադրության խորհրդի տակ չեն մտել։ Աստծո օրհնությունից զուրկ են։ Այո, ուրախությունը կարևոր է։ Ֆիզիկական ուրախությունը երջանկության համար կարևոր է։ Քեֆը կարևոր է։ Պետական գրանցումը եւ հարաբերության ճշտումը կարևոր է, բայց այդ ամենի մեջ ուխտը կարևոր է, աղոթքը կարևոր է։ Եվ այդ ուրախությունը, եթե այդ զույգը գալիս է կիսելու Աստծո հետ, Աստված էլ չի խնայում իր օրհնությունը այս զույգի կյանքում։ Եվ շատ կարևոր է, որ զույգը կյանքի որ տարիքում էլ որ լինի, հնարավոր է, որ զավակներ ունենան եւ զավակները հասուն տարիքի լինեն։ Միևնույն է։ Ես կթելադրեմ, որ այդ զույգերը գնան եւ օրհնություն ստանան քահանայի կողմից, օրհնություն ստանան Աստծուց, որովհետեւ իրենց կյանքում տարբեր խնդիրներ լուծվեն, որովհետեւ Աստված բացվի նրանց կյանքում, որովհետեւ Աստծո շնորհը իջնի եւ նրանց իմաստություն տա այս կամ այն հարցին ճիշտ մոտեցում ցուցաբերելու։ Եվ այդտեղ որևէ խնդիր չկա, այնպես ինչպես որ մկրտության խորհրդի պարագայում տարիք չկա։ Բայց եթե այս կամ այն կյանքի պայմանները չթելադրել են եւ չեն արտոնել, չեն թույլատրել, որպեսզի նրանք այդ խորհրդի մեջ մտնեն, ես պիտի թելադրեմ, որ անպայման առանց հետաձգելու գնան եկեղեցի, ժամադրություն վերցնեն հոգեվորականից եւ օրհնություն ստանան Աստծուց։ Միաշունչս եւ միախորհուրդս։ Եվ եթե Աստված օրհնեց, մարդը չի կարող բաժանել։ Եթե Աստված ներկա եղավ եւ իր օրհնությամբ պսակեց այդ զույգին, երբեք մարդկային, ֆիզիկական եւ նյութական խնդիրները չեն կարող խոչընդոտել եւ վնասել այդ զույգի հարաբերությունը։ Եկեք ուրեմն Աստծո օրհնությունը խնդրենք, Աստծո զորության հանձնվենք, որովհետեւ Աստված էլ մեր բոլոր դժվարություններն ու փորձությունները ինքը լուծի։ Եվ այդ աղոթքի, այդ հայցի արդյունքում անպայման Աստված պիտի բացվի մեզ։ Այս պարագայում ամուսնությունը զույգերի ոչ թե միայն որ թե ծնության մեքենայի կվերածվի, այլ տարբեր ընկալումներով, տարբեր դաստիարակությամբ, տարբեր աշխարհայացքով, տարբեր կարծիքներով, տարբեր ֆիզիոլոգիական կառուցվածքով, անհատականությունների, իրար հանդեպ պատասխանատվության եւ նվիրումի եւ հանձնառության ամենաբարձր զգացումով երջանկանալու տակուկ ընտանիք եւ օջախ կդառնա։ Այս պարագայում Պսակի խորհուրդը իսկապես կդառնա պտղալի եւ պտղաշատ։ Աստված թող օրհնի, թող զորացնի մեր ազգը։ Աստված թող իմաստություն պարգևի մեր ազգի պսակադրյալ զույգերին, որովհետեւ գիտակից ընկալումով մոտենան այս խորհրդին, այս պատասխանատվության տակ մտնեն Աստծո շնորհքով եւ Աստված անպայմանորեն այդ շնորհքը առատորեն պետք է հեղի եւ պետք է առողջացնի հայ ընտանիքը, որով պետք է առողջանա հայ հասարակությունը, որով պետք է հավատացյալ գիտակից ընդհանրությունը կազմի իրական ճշմարիտ Քրիստոսի եկեղեցին։